Ամենախնամ Տեր, քո երկյուղը պահապան իմ աչքերին, որ այլևս անպատկար կերպով չնայեն։ Ականջներիս, որ չախորժեն չար խոսքեր լսել, բերանիս, որ սուտ չխոսի, որ չարը չխորի, ձեռքերիս, որ չգործեն անիրավություն եւ ոտքերիս, որ չընթանան անելության ճանապարհներով։ Այլ ուղղորդի նրանց շարժում ամեն ինչում միշտ լինելով քո պատվիրանների համաձայն եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Սիրելի հավատացյալ, մեր Տերը ամենախնամ Աստված մեզ տվել է կյանքի ամենաբեծ պարգևը՝ ազատ կամքը, որպեսզի կարողանանք ընտրել բարին եւ հեռու մնալ չարից։ Սակայն քանի դեռ այս աշխարհում ենք, մեզ շրջապատող փորձությունները, մոլորեցնող գայթակղությունները եւ մեր սեփական թուլությունները հաճախ մեզ տանում են այն ճանապարհներով, որոնք հեռացնում են մեզ Աստծուց։ Ուստի այս աղոթքը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է մեր մարմնի եւ հոգու կառավարման ուշադրություն դարձնելը։ Քո երկյուղը պահապան իմ աչքերին, աչքերը հոգու պատուհաններն են, դրանք այն դարպասներ են, որոնցով մենք ընդունում ենք աշխարհը։ Եթե մեր հայացքը մաքուր է, մեր սիրտն էլ կլինի մաքուր։ Սակայն եթե մեր աչքերը անպատկար կերպով նայում են մեղքին, ապա մեղքը թափանցում է մեր հոգին։ Թող Տերը պահապան լինի մեր աչքերին, որպեսզի դրանք փնտրեն միայն ճշմարտությունը, տեսնեն միայն Աստծո ստեղծած գեղեցկությունն ու մաքրությունը։ Ականջներիս, որ չխորեն չար խոսքեր լսել։ Մեր լսած խոսքերը ազդեցություն ունեն մեր մտքի եւ հոգու վրա։ Երբ լսում ենք բամբասանք, ստախոսություն, հայոյանք կամ անբարո խոսքեր, դրանք աղտոտում են մեր հոգին։ Սակայն երբ մեր ականջները բաց են պահում Աստծո խոսքի համար, Սուրբ գրքի պատգամների, աղոթքների ու օրհնությունների համար, մեր հոգին լցվում է լույսով։ Թող մեր լսողությունը միշտ բաց լինի ճշմարտության, սրբության եւ սիրո համար։ Բերանից, որ շուտ չխոսի, մեր խոսքերը կարող են կամ օրհնություն բերել կամ վնասել։ Մենք պետք է միշտ հիշենք, որ լեզուն Տիրոջից տրված գործիք է, որը պիտի ծառայեցնենք բարիքի համար։ Թող մեր շուրթերից հնչեն միայն սիրո, համբերության, խրատի եւ օրհնության խոսքեր։ Թող մեր խոսքը ծառայի ուրիշներին մխիթարելու, օգնելու, խրատելու եւ Աստծո փառքն արձանագրելու համար։ Սիրտս, որ չարը չխորի։ Մեր սրտի մեջ է ծնվում մեր արարքների արմատը։ Եթե մեր սրտում թույն կա, ապա մեր արարքներն էլ թունավորված կլինեն։ Սակայն եթե մեր սրտում հավատք, սեր եւ Աստծո երկյուղն է, ապա մեր կյանքը կլցվի խաղաղությամբ։ Հիսուսն ասել է. «Երանելի են սրտով մաքուրները, որովհետեւ նրանք Աստծուն կտեսնեն»։ Աղոթենք, որ մեր սրտերը միշտ մաքուր լինեն, լցված միայն Աստծո հանդեպ սիրով։ Ձեռքերիս, որ չգործեն անիրավություն։ Աստված մեզ տվել է ձեռքեր սիրելու, օգնելու, աշխատելու եւ բարիք գործելու համար։ Բայց եթե դրանք օգտագործենք անարդարության, վնաս պատճառելու կամ մեղք գործելու համար, ապա հեռանում ենք Տիրոջից։ Ուրեմն թող մեր ձեռքերը միշտ ուղղվեն դեպի աղոթք, դեպի բարի գործեր, դեպի կարիքավորներին օգնելը։ Ոտքերիս, որ չընթանան անօրենության ճանապարհներով։ Մեր կյանքի ճանապարհը մեր ընտրության արդյունքն է։ Մեղքը հաճախ հրապուրիչ ուղիներ առաջարկում, բայց դրանց վերջը կործանում է։ Իսկ Աստծո ճանապարհը նեղ է, սակայն կյանք է բերում։ Ուստի թող մեր ոտքերը միշտ քայլեն ճշմարտության ուղիներով, դեպի Տիրոջ տուն, դեպի արդարություն եւ սրբություն։ Սիրելի հավատացյալներ, Աստված ողորմած է եւ ցանկանում է, որ մենք ապրենք նրա պատվիրանների համաձայն։ Այս աղոթքը մեզ հուշում է, թե ինչպես պահպանենք մեր հոգեվոր մաքրությունը։ Հիշենք, որ մենք միայնակ չենք այս պայքարում։ Տերն ինքն է մեզ առաջնորդում, մեր լույսը եւ մեր հույսը դառնում։ Թող նրա շնորհքն ու ողորմությունը միշտ մեզ հետ լինեն եւ օգնեն մեզ քայլել նրա ճշմարիտ ուղով։ Ամեն։